Սիրելիներ, խոսքով չէ, բայց սրտանց կսեմ, այնքան ուրախ եմ, որ ծեր մեջ եմ, հատուկ շնորհակալություն կհայտնեմ Աստծո այս արիթի համար եւ Հովիվ Վրայրին եւ Լուսինեին այս արիթի համար։ Իրական սրտանց շատ ուրախ եմ, որ ծեր մեջ եմ, Հովիվը ինչպես որ ասավ, 2 տարվա սպասված բան ասիգա եւ ինչպես որ ասավ, իրապես Աստված ինքը ժամանակները գիտե ամեն ինչին։ Ամեն ես շատ զորավոր խոսք ունեմ սրտիս մեջ եւ հավատացած եմ ասիգա միան այսօրվա համար չէ եւ վաղվա եւ մույսօրվա համար է ես կխնդրեմ որ քո սիրտդ պատրաստես Աստծո խոսքին գիտեք ամեն ինչին ժամանակը կա գսե չէ Աստվածաշունչը ժողովողի մեջ հիմա ինչի ժամանակն է Աստծո երկրբակելու եւ իր խոսքը մտի գնելու ադորամար մեկ հատ կարևոր բանը բիտնեսն է ամեն անգամ որ թուն Աստծո արչեւ պիտի գնաս ամեն անգամ որ Աստծո խոսքը պիտի լսես կամ պիտի գարտաս ամեն ինչ իր ժամանակը ունի ադորամար այդ ադեն ամեն ինչ մեկ կոմտիր հիմա հոստեղը եկեր ես չէ ունիս հոգսեր խնդիրներ բաներ մտածելու պատասխանատվություն գրնաս աս չեմ գիտեր 1 ժամը 1.5 ժամը աս թուրեն դուրս տնես ամեն խնդրեմ ամեն մտահոգություն գրնաս հոգդ հանցնել դիրոջ չնայած Աստվածաշունչը գսե ծեր հոգը հանցնեցեք միշտ ինձի եւ ես կհոգամ փորձես կսիր այսօրվնե աս 1.5 ժամը աս թուրեն դուրս տիր ամեն հոգերդ ինչու գիտես որովհետեւ երբ որ դու կգենտրոնանաս ուշադրություն կդարձնես Աստծո խոսքի վրա նաեւ արժեք կուտաս չէ ինչին համար որ դու կգենտրոնանաս Աստծո խոսքը ամեն ժամանակ ունի զորություն որ քո կյանքիդ մեջ սկսի բաներ փոխել գրնալալ չսկաս ասվարգյան բայց ինքը ունի զորություն գիտեք ինչի կնմանցնեմ միջետ իմ լեզուս չի հասկացող գա ես արևմտահայ եմ ադորամար օքեյ չէ իմ խոսածս ջերմակ քնտիկները գսեն մարմնի մեջ որ գա ջերմակ քնտիկներ ջերմակ ուրեմն ես հայտնաբերեցի հասկացա որ Աստծո խոսքը շատ ժամանակ ջերմակ քնտիկներուն նման է ինչու ասեմ որովհետև երբ որ դեղ մտ կբադրվի նայեցեք ես շատ բադրված դեղեր ունիմ բզդիգուց շատ չար եմ եղած եւ որ դեղ մտ կբադրվի անշուշտ նորմալ չափով եթե գարչուզեր ուրեմն ջերմակ քնտիկները կորձողության կանցնին շատ արագ ինչ անելու բժշկելու այդ բադրված դեղը երևույթով նույնն է առաջին օրը մույսորնալ բայց ինքը կորձի մեջ է 1 օր 2 օր 3 օր վերքերս կոծված են բայց ես ադոնք չսկացի ընթացքեր կնմանցնեմ Աստծո խոսքը շատ ադներ աստնույն process-ին ադվարգան չես սկար բայց ինքը կորձի մեջ է փոխելու ինչ որ բան որ պետք է փոխվի քո կյանքիդ մեջ ամեն ամեն սիրելիներ անցնիմ այսօրվա խոսքին որ սրտիս մեջ կա այսպես վերնակրեմ այսօրվա խոսքը Աստծո վերագանքնող եւ հաստատող զորությունը մեկ հատ լսեմ Աստծո վերագանքնող եւ հաստատող զորությունը ով համաձայն է դες որ Աստված զորավոր Աստված է ով համաձայն է որ իր զորությունը ամեն զորություն է բարձր է ամեն եւ Աստված ունի զորություն վերագանքնելու եւ հաստատելու կյանքեր ամեն ես կհավատամ այս խոսքը Աստուծո է եւ պատրաստած ադենս հասկացա բամը որ այս խոսքը եւ քեզի համար է եւ քու ինչոցով ուրիշներուն համար ինչու գիտես որովհետեւ այսօր շատ մարդ կա որ դու շրջապատված ես որ իրենք վերագանքնվելու գարիք ունին հաստատվելու գարիք ունին ինգած են պետք է ոտքի ելեն ադորամար այս խոսքը ասի գուզեմ միշտ իշես այս խոսքը քեզի համար է եւ քու միջոցով ամեն բայց անողը այս ամենը դիրոց զորությունն է ասե ոչ իմ ուժով ոչ իմ կարողությունով բայց դիրոջ հոգով ամեն հալելույա ամեն հիմա ինչու ասանք վերնակրեմ Աստծո վերագանքնող եւ հաստատող զորությունը որովհետեւ շատ կարեւոր է երբ որ գվերագանքնվիս չմնաս այդտեղ հաստատվիս նմանցուցի բանիմը որ հաշվեցեք ես ինգած եմ կեդին հիմա եւ եղբայրս
գուքա իր ցերկը գուդա եւ ինձի ոտքի գահանե, չէ՞, ինգած էի, բայց ինձի գեցնե դեղը որ ես չեմ գնար հաստատ գենալ։ Ետ գինամ։ Ուրեմն Աստված եւ գվերագանքնե եւ գհաստատե, որբեսի մեկը դալ չինաս։ Հիմա որ ես կսեմ ինաս, չեմ գիտեր դու ինչ գահասկնաս։ Գրնալալ մեկ կդոր միտքդ եկավ մեղքի մեջ ինալ։ Գրնալալ չէ դու վերագանքնվելու գարիք ունիս, քանի որ 3 տարի է ձանրապերնված ես ինչ որ հարցով։ Գրնալալ դու վերագանքնվելու գարիք ունիս, քանի որ մեղքի գաբանքի մեջ ես։ Գրնալալ, չէ՞։ Ովևէ մեկ բան է, որ գրնալալ մեկ բան է, գրնալալ 3, գրնալալ 10։ Բայց քեզ աղոլ լուրմ ունիմ։ Աստծո զորությունը չի ճանչնար թիվեր 1, 2, 3, 10, ինքը երբ որ կա գվերագանքնե։ 1, 10, 20։ Ամեն։ Աստծո զորությունը երևույթով չի շարժիր։ Մենք այդպես ենք, չէ՞, երևույթը գաստե մեր վրա։ Գնայիս բանիմը քու զորության համացայն գսես, ասի ես չեմ գնար շարգել։ Բայց Աստծո զորությունը ինչ չի գնար դեղեն շարժել։ Ամեն։ Գուզեմ աչքերուտ նայելով քեզ իսել ամեն բան դեղեն գրնա շարժել Աստված քու կյանքիդ մեջ։ Եթե բան մգա անգարելի գտվա Աստված գրնա շարժել։ Ադոր անունը ինչ չեմ գիտեր, ինչ չեմ գիտեր, բայց ես մեկ բան գիտեմ։ Աստված երբ որ գխառնվի գրնալալ 10 տարի է ադոր մեջնես, 3 տարի է 1 օր։ Եվ որ Աստված գխառնվի ամեն բան կփոխվի։ Ամեն։ Բայց հիմա կարևոր բան մգա, բիթ համացայնություն մնենք իրար հետ։ Տուն որ հիմա խոսքը գլսես կոր անպայման հավատքդ ակտիվացուր։ Հոս քրեր եմ հադուկ։ Գիտեք ինչ։ Ես չեմ ուզեր աստծարայությունն վերջ լսել աս խոսքերը։ Ամեն հալելույա ինչ աղվոր կարոզ էր։ Հիմա ինձ վիցես ինչու։ Okay ադի։ Բայց ես աստծարայությունն վերջ գուզեմ գիտես ինչ լսել վկայություններ կյանքեր փոխված։ Հալելույա ամեն ասոնք շատ աղվոր բառեր են։ Բայց հալելույա ամեն փոխված կյանքերուն համար։ Ադորամար ես չեմ ուզեր ծնոստեղը նստիս, քանի որ գիրագի է իգանք է գեղեցի չէ, և լիպանանեն հովիվը եգերը ինչ ուրախ ենք, ես ուրախ եմ որ ծեր հետնեմ, բայց ծնոստ նստիր հավատքով Աստծո խոսքը վերցուր, ասանք բիդի խիստ գողմալ ունենաս, որ իմ կյանքի մեջ Աստծո խոսքը բիդի փոփոխություն բերե այսօր։ Ես վաղվա մարդ չեմ, ով վաղվա մարդ է, ես այսօրվա մարդ եմ, այսինքն Աստված ալ այսօրվա Աստված է։ Եվ հավատքը այսօրվա մասին կխոսի։ Եթե կհավատաս, ուրեմն այսօր պիտի կա փոփոխությունը, ամեն։ Դուք արդյուն եք, չէ՞։ Ամեն։ Հիմա եկեք գարտանք մտնենք թեմայի մեջ Աստծո խոսքով։ Եվ աս վերնակրին շուրջ սկսենք խոսիլ ինչ որ թրերը Աստված սրդիս մեջ։ Կարևոր չէ դարիքդ քանի է, կարևոր չէ քու պրոբլեմիդ մեծությունը եւ բզդիգությունը, կարևոր չէ դու ինչ են վերագանքնվելու գարիք ունիս կամ հաստատվելու, հիշե Աստծո զորությունը գրնա անելադիգա։ Ամեն։ Եկեք իրար հետ գարտանք Ղուգաս 22-րդ գլուխ 20-րդ խոսք։ Մեզի համար շատ ծանոթ դեղ մնե, հոստեղ գա, չէ՞։ 22-րդ գլուխ 20 խոսքը։ Հիմա ես սեր լեզվով պիտի գարտամ։ Նույն գերբել ընտրիկից հետո բաժակը վերցրեց ու ասաց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ցեզ համար է թափվում։ Պիտի խնդրեմ ամեն ինչ գաբեք թեմայի հետ այսօրվա, բիջի ծրվինք։ Աստծո վերագանքնող եւ հաստատող զորությունը։ Հիսուս Քրիստոսը 2000 տարի առաջ աս խոսքերը արդահայտեց, չի բավեր արդահայտեց, կորձողության դրավ։ Սավ այս բաժակը վերջին ընտրիկին չէ, նոր սե հետս ուխտ։ Նոր ուխտ է քու հետ,
քու հետ, անձնական քու հետ նոր ուխտ է, որ իմ արյունով բիդլա, որ ես պիտի թափեմ, արդեն քիչ ժամանակ վերջ հանցնեցին իրեն, չէ՞։ Եվ ինչու ասիկա շատ կարևոր է այսօրվա թեմային համար, որովհետև մենք երբ որ կգարտանք 5 դագարանը զարմանալիորեն կտեսնենք Աստված ինչպես կյանքեր վերականգնեց, կյանքեր հաստատեց, ճիշտ է, բայց այսօր որպես այս տարեշրջան, նոր ուխտի տարեշրջան, ինչն է ամենահիմնական բանը, որ մենք կրնանք խոսիլ ադոր մասին, որ ինքը կվերականգնե եւ ինքը կհաստատե, եթե ոչ Քրիստոսի թափած արյունը եւ արյան զորությունը։ Աստված ամեն գնայիս Աստվածաշունչին ինքը իր զորությունով կյանքեր փոխեց, վերականգնեց։ Բայց այսօր, այս ժամանակաշրջանի մեջ, այս տարի մեջ, նոր ուխտի մեջ մենք ինչ հիմք ունենք, որում վրա կրնանք հենվել եւ ադոր հիման վրա խոսիլ, ադոր հավատալ։ Գիտես, բիդի հիմք ունենաս, չէ, որ դու կարենաս թշտամին ասելիք ունենաս համարցակ ադալ։ Չիպավերս ես, չէ, պետք է համարցակ ասես։ Եղել է կյանքիդ մեջ, որ բիդսես, բայց դու համարցակ չես խոսած այդ շիդագեմը սխալ եմը։ Գամ դու խոսքեդ վստահ չես։ Բայց քիչ մը երեսդ գծրես, ասանք, կփորձես atkan վստահ ասել, որ դիմացինդ համոզվի, բայց դու հոստեղդ հիմք չունիս, չէ՞։ Ասանք, այդ համարցակություն դվո քեզի իրականության մեջ այդ հիմքն է, որում վրա դու հենվեր ես, որովհետև մենք այնինչին որ պիտի հավատանք, պետք է ադոր հիմքը լա խոսքը, չէ՞։ Ինչին հավատամ։ Պետք է հիմք ունենամ բանիմը հավատալու։ Եվ աստեղը Հիսուսը ասավ, ասի այն նոր ուխտն է, որ իմ արյունովս պիտի ելա ծեր հետ, բոլոր անոնք որ գտնունին Հիսուս Քրիստոսին անշուշտ, այդ ուխտին մեջ կմտնեն։ Եվ հիմա ոստեղը գտեսնես Աստված պայմանագիրը կնքեց, ուխտ մարդուն հետ, բայց հիմա եկեք խոսենք, այդ ուխտին մեջ, այդ պայմանագիրի մեջ ինչ խոստումներ կար։ Եվ որ գնայիս խաչին, եւ որ գնայիս Հիսուս Քրիստոսի թափած արյան խորուրդին, նպատակին, ամենա լուրջ դեղն է, ուր որ կյանքերը վերականգնվեցան հոն։ Ամենա լուրջ վայրն է, այն վայրը, ուր որ խաչի մոտ երկը գիտեք, չէ, ես շատ գուհուզվեմ միշտ եւ որ երկևի խաչի մոտ ձակեց ինչ լույս, այսինքն խավարերը սելով լույս։ Խաչի մոտ ձակեց լույս արավոտ, ես չեմ գնար չի ուզվիլ աս երկեմն է։ Ինձ դվիր մեղքերու թողություն, չէ, ասպարերը։ Եվ հոնդեղը կտեսնես այն ուխտներ, որ պիտի վերականգներ մարդկությունը, պիտի վերականգներ եւ պիտի հաստատեր ուր Աստծո մեջ։ Ուր Աստծո մեջ, այսինքն իր գամքի մեջ, իր խոստումներու մեջ։ Ասե հետս փարահեղ խոստումներ։ Երկնային խոստումներ։ Եվ ասիկա այն ուխտներ, որ իր արյունով եղավ, որ այդ կողքոտան այն արյունը այսօր ամենա հիմնական հիմքն է, որ տուն ունիս, որ հավատաս, որ գա վերականգնում եւ գա հաստատություն ինձի համար, հագարակ ամեն ինչին։ Հագարակ ամեն սատանայի ծրագրի, հագարակ ամեն ինչին, որ երկար ժամանակ է կյանքիդ մեջ կա, գիշես աս խոսքի ինչ էր, քեզի համար եւ քու միջոցով։ Սիրելի եկեղեցի, դուք շատերում պիտի խոսիկ աս խոսքը։ Ձեր ծրացիները վերականգնվելու կարիք ունեն։ Ձեր ընկերները, բարեկամները վերականգնվելու կարիք ունեն։ Լսեցեք, մարդիկ կարիք ունեն։ Ես կուզեի ասանգսել, երանի քեզի, որ դու այստեղ ես եւ գլսես քո աս խոսքը։ Որովհետեւ Աստվածաշունչը ինչ կսե ավետարանը բարի լուր է։ Որքան քեշ լուրերով լեցված են, չէ, աշխարհը։ Ես լիբանան գաբրեմ, չէ։ Հիմա լիբանանի լուրերը ամենը վատ է։ Այսինքն երբ որ լուրերը գփանաս, ադի ադանք պիտնե, ադի հոմբիտ զարնե, մույս ադոր մերցուց։ Լուր, չէ, լուր։ Ես այսպես կսեմ, միակ բարի լուրը, միակ ամեն ժամանակ
ադիգա Աստծո խոսքի մեջ է քեզի համար։ Եվ ես այսօր մասին շատ կխոսեմ, որ հանգարց չի խափվիկ աշխարհի բարի լուրերուն վրա չի հաստատեք ձեր կյանքը, ավետարանի բարի լուրին վրա հաստատեցիք ձեր կյանքը։ Եվ շարունակելու համար ինչու կուզեմ որ շեշտել շատ, որովհետև պետք է քու մեջը դառնա հիմք այն ինչին որ դու պետք է հավատաս քեզի վերականգնելու։ Եվ եթե արագ խոսենք, ինչ եղավ խաչին վրա։ Ամենասիրած բառս ասի է փոխանակում։ Ինչ որ քեզի էր Հիսուսը արավ եւ ինչ որ իրեն էր քեզի տվավ։ Գսեմ մեր մեղքերը իր վրա արավ, չէ՞, եւ մեզի տվավ ազատություն ամեն մեղքերն։ Մեր անեծքը իր վրա արավ եւ մեզի տվավ այն օրհնությունը, որ ինքը ուներ, աստվածային օրհնությունը, չէ՞։ Ասի լավ լսեցեք։ Ինչքան երիտասարդներ այսօր պետք ունեն։ Իրեն վրա արավ մեր ժվածությունը։ Գիտեք չէ՞ որ Հիսուսը մեր ժվեցավ։ Ինքը վերցուց մեր ժվածությունը եւ քեզի տվավ ընդունելություն։ Երեք երիտասարդական ծառայություն որ ունենք, ես շատ երիտասարդներով աղոթեցի մեր ժվածության համար։ Եվ բոլորը լալով ինգան մեր ժվածության հոգի։ Ուրիշ Հիսուսը արավ քո աղքատությունը, Աստվածաշունչն է ամեն ինչ որ գսեմ որ եւ քեզի տվավ իր հարստությունը։ Ուրիշ Հիսուս արավ քո ամոթը։ Ով գիտեր որ Հիսուս ամբողջովին մերգացավ։ Ամբողջովին մերգացավ, իր մարմինը արյունով պատված էր։ Եվ ինքը արավ քո ամոթը, լսե ինձ, ինքը արավ քո ամոթը, չեմ գիտեր ինչ ամոթ ունիս քո կյանքիդ մեջ, պես ես քեզի եկել եմ ասելու, ինքը արավ քո ամոթը։ Գրնալ դու մեկն ես այսօր որ պետք է վերականգնվես քո ամոթի հարցեն։ Վերականգնվի լսելով ուրիշ բարերով ազատագրվիս ալ վերականգնվիս որովհետև այդ ամոթը միշտ վարգը քաշե որ քեզի։ Բայց ինքը արավ քո ամոթը, հասկացար հիմա դու բանիմը պետք ունես հիմքիմը որ հավատաս, որ հավատքով դուրս գաս։ Եվ հավատքը ազատ գարցակի Աստծո զորությունը որովհետև խոստում գա։ Բամը խոստացեր է, մեկը որ Աստված է, լսե ինձ, եթե ես խոստանայի գրնայր հիաստապվել, բայց Աստված որ խոստացեր է, գսե հավատարիմ է ան որ խոստացավ։ Եվ այսօր նույնպես հավատարմության խնդրեմ ունենք։ Այսօր շատ մեծ խնդրեմ կա աշխարհի մեջ, երիտասարդներու մեջ, բոլորի մեջ, որովհետև հավատարմության բագասը կա եւ մեկը մյուսին չի գնար որ վստահել։ Ես քեզի բան ասեմ, մի երազեր մարտը քեզի ասեմ չամուսնացած երիտասարդներ ցեզիալ ես ալ մեջը եւ բոլորիս մի երազեք երևակայական աշխարհի մտնեք որ մեկը ինչ որ անձնավորություն մը գա որ ինքը այնքան հավատարիմ է որ դու գրնաս վստահել իրեն հավասար Աստծո Աստված է հավատարիմ մենք կսորվինք լալ հավատարիմ ամեն օր հիմա ես քո արչեվդ գնամ քեզ իսեմ ես 100% հավատարիմ մարդ եմ լսե ինձ ես դա խոսք կլամ ես կսորվիմ որ ամեն օր ավելի հավատարիմ լալ լսե ասի ինչու համար է որովհետև քեզի իսել կուզեմ որ խոստացողը հավատարիմ է որ խոսքին յետևը գնա ես չեմ գիտեր բայց բիդի այսօր կյանքեր փոխվի վերականգնում եւ հաստատում Հիսուսի անունով ամեն ադորամար ուրիշ ինչ կար ինչը սինք անեցկա արավ դվավ օրտնությունը ամոթը արավ դվավ ամոթը արավ ինչ դվավ ամոթը արավ դվավ փառքը մեր ժվածությունը արավ դվավ ընդունելությունը հիվանդությունը այո հիվանդությունները արավ դվավ բժշկությունը եւ ասիգա ուխտեր եթե չեք սերդած ուխտի լրջությունը ինքը ամենալուրջ բաներն է ուխտը որ Աստված երավ մարդուն հետ ուխտ հասկացողությունը այսինքն Աստված իր ուխտը գնե եթե երավ հավիտենական է ադիգա եթե նայեք 5 դագարանի մեջը մարդոց մեջ եւ որ ուխտ կլար ցանկի քնով էր ադի քանի եթե ասիր ուխտը երիր
ադի զանց ընելը մահվան չափ վտանգ էր։ Հիմա ես քեզի կսեմ որ Աստված հետդ իր արյունով ուխտրավ։ Ես կուզեմ որ այսօր Աստծո քո աչքիդ բարձրացնել եւ սատանային իջեցնել։ Որտեւ ադներ գծավի իմ սիրտս, որովհետեւ գտեսնեմ այսօր հավատացյալները ավելի խնդիրներ հարցերը, տշտամու հարցակումները գխոսին գոր, քան Աստծո մեծությունը, Աստծո զորությունը, Աստծո խոստումները, Աստված, թող մեր բերանները ավելի խոսի Աստծո մասին, քան տշտամի արարքներու մասին։ Լսեինց ես որպես քրիստոնյա մարդ եւ թուն, ես պիտի ավելի խոսիմ իմ Տիրոջ մասին եւ վգայեմ ավելի իր ռազներու մասին, քան տշտամու ռազներու մասին։ Ով է եղել տշտամին, որ ավելի իր մասին միտ խոսի իմ կյանքիս մեջ։ Ես իմ Աստծո մասին ավելի պիտի խոսիմ։ Լսեցեք ինձ շատ լուրջ է այն ուխտը, որ ինքը հրավի մեդս։ Եվ ինքը այս ուխտով քեզի այսօր գսե այս ուխտը ունի զորություն իր մեջ, Աստվածային իր արյունով, որ կվերագանքնե ցանկացած բան եւ կհաստատե քեզի իր մեջ։ Բայց դու այսօր պետք ունիս ինչու գիտես, որովհետեւ դու եւ որ տշտամին արչեւ գնաս գներես եղբայրս օրինակը դիտամ։ Եվ որ տշտամին արչեւ գնաս, ի՞նչն է քեզի համարձակություն դվողը, որ դու տշտամին ասես, ես պիտի վերագանքնվեմ քո կորձերդ քանթված են։ Լսե ինձ, եթե քեզի հարցնե տշտամին, ասել է դու ինչպես ադի վիտնես, ասանք, եթե քեզի հարցնա տշտամին, դու ասանք համարձակ եկար, չէ՞։ Լսե ինձ, ամեն ծրագիրներ պիտի քանթվի, ես պիտի վերագանքնվեմ եւ պիտի հաստատվեմ։ Մեկ հատ հարց տշտամին գուտա։ Ինչպես։ Ով ես դու։ Գիտեք տշտամու խոսած ծևը, չէ՞։ Ասանք նայր, դուն իր խոսած ծևն է ասի։ Գճանշնաս իր խոսած ծևը։ Ով դուն Ստեփանավանի մեջ, քյուղի մեջ ապրող մարդ, ասանք, չէ՞։ Սատանային խոսած ծևն է ասի։ Դու ինչ համարձակություն ունիս իրեն ասելու, այո ես։ Բայց ոչ թե ես, այլ այն ինչին որ ես կհավատամ, որ իմ հիմքն է այն ուխտը, որ իր արյունով վրավ ինձի համար։ Հոն նայր ինչպես այդ բերանը կկոծվի։ Տշտամու։ Եվ նայր իմ հետաքրքիր բան մգա Եբրայեցիսին մեջ։ Եբրայեցիս 2-րդ գլուխ 17-րդ խոսք։ Ես ժամանակի Եբրայեցիս Պամը ասեմ, հիմա որ հարցուցի ժամանակի հետ կապված, միտքս պամը եկավ։ Աս վերջերս Լիբանանի մեջ պամը որոշեցինք, ամիսը մեկ անգամ, փած ծառայություն։ Բիտ երգրբակենք, բիտ պարապանենք, բիտ խոսինք, չեմ գիտեր մինչև երբ։ Ինչպես եղավ, գեցերեմ, երգրբակեմ գոր, Աստված ինձ հարց տվավ, ինչու կորզարակելոցին փորձառությունը չեք ապրիր։ Գեցերեմ ասանք, ինչպես։ Հիշեցի Բողոսին, լսեցեք ժողովուրդ, գսե Բողոսը կկարոզեր գոր։ Մինչև գես կիշեր կարոզեց, բադուանին վրա նստողը բարգեցավ վարինգավ։ Okay, արդեն հարցը լուրջ է, չէ, մեկը մերավ, վարինգավ մերավ։ Կրված է Բողոս քնած, հոս բադուան չի գայինալու համար, հեչ մի մդակվիկ։ Վարն ենք նստած։ Գեցիր, Բողոսը քնած կսե, դարօրինակ ծևով հարություն տվավ իրեն, վրան բարգեցավ, հարություն արավ։ Ես մտածեցի, որ եթե Աստվածաշունչ չի գարտայի, կմտածեի, որ այսօրվա գնիկը տրվեցավ, մինչև գես կիշեր կարոզեց, մերավ հարությունա տվավ։ Չէ, կրվերը ետ շարնագեցին մինչև արդու։ Տուն պատկերացնես ժողովրդին վիճակը Երևակայ հիմա մեկ ինգավ, ես ել հարությունար, ելավ, դուք Երևա գծապահարեք, կսեք հալելույա, այսօրվա վերջին բաններ գարձես, չէ, գեցեք, նստեցեք, դեր վիճարնագենք Աստծո խոսքը։ Մինչև արդու, ուրեմն ասիկա միտքս եկավ, հովիվ։ Ես ալ հասկացա, Աստված ինձի բամը գուզե գորսել։ Նայեցեք, բայց Աստված խոսելու սուրին բամը չի խոսիր։ Ես ուզեցի հասկանալ դեր իմ Աստված, ինչ կուզես կոր ինձ հասկացնել։ Գիտեք ինչ ասավ։ Ասավ իմ ժողովուրդս, լսեցեք ասի շատ լավ։ Ասավ իմ ժողովուրդս պետք է վարժեցնե ինձ ինքին Աստվածապաշտության։ Իմ ժողովուրդս մանավանդ վերջին ժամանակներու համար սկացի alert է ասի, ասանք, ինչ կսեն? Warning։ Հա,
Սկացի վերջին ժամանակներու համար։ Չեմ գիտեր ինչ է։ Սկացի Աստված ասի սել գուզեգոր ինձ։ Իմ ժողովուրդս պետք է վարժեցնե ինձ ինք աստվածաբաշխության։ Եվ ես սկսա հասկանալ, որ իմ ժողովուրդս պետք է իմ խոսքս լսե եւ չցանցրանա։ Իմ ժողովուրդս պետք է ինձ երկրբակե եւ չցանցրանա։ Ասի վերջ։ Ելա հայտարարեցի ամիսը 1 փած ծառայություն է։ Երբ գերտանք մեկը չգիտեր։ Հիմա որ հարցուցի, ադիգամիտ կսեգավ, բայց ասիգա իրական շատ լուրջ բան է։ Մեր Աստվածաշունչը գսեց իր անձերը վարժեցուցեք աստվածաբաշխության։ Պրոսես է։ Գրնալալ հիմա 1 ժամ անցնին է, չեմ գիտեր եթե աչապտեր վիթ խոսիմ, ասան կլաս քիչմը։ Չէ, նստած դեղդ քիչմը քեզի նեղե, օքեյ, բայց վարժեցուր ինձ ինքը աստվածաբաշխության։ Ամեն։ Եփ մտածեցի կալամիս ինձ զանգեր եղեր Սերժ ջան մինչև արդու մենք Թող Աստված առաջնորդի ամեն ինչ։ Հիմա նայեցեք Եբրայեցի ինչ կսե։ Ասի շատ կարևոր է որ դու գիտնաս։ 17-18 գրված է։ Անոր համար ան պետք էր բոլորովին եղբայրներուն նմաներ, ով Հիսուս Քրիստոսը, որբեսի ինք ողորմած ըլլա ու հավատարիմ քահանայապետ Աստծո կողման է, ժողովրդին մեղքերը քավելու համար։ Բայց ավելի կարևորը հիմա է։ Նայր ինչ գրված է։ Ասիցուն շատ պետք ունես։ Քանզի ինչ բանով որ ինքը չարչարվեցավ, փորձություն գրելով, համաձայն ես որ Հիսուսին անցած ճանապարհը մեկ երնի շանցավ։ Գսե քանզի ինչ բանով որ ինքը չարչարվեցավ, փորձություն գրելով, գրնա փորձվողներուն ալ օգնական ըլլալ։ Այսինքն այն դերը, որ մեր դերն է Հիսուս Քրիստոսը, ինքը ուխտ ըրավ մեր հետ իր արյունով, բայց մինչև այդ ուխտը ինքը անցավ այնպիսի ճանապարհ է, որ ինքը գրնա հասկանալ քեզի, որ քեզի օգնե։ Ասել գուզեմ որ այն ճանապարհի մեջ որ գաս կամ այն ճանապարհի մեջ որ գանցնիս ովևէ մեկ օր, մեկ բան լավ հիշե։ Իմ օգնականը, որ իմ դերն է, ինձի կհասկանա, ինքը բարձավես կահին վրա չեն ստած եւ մեզ մե հերու գիծար, որ մարդը ասե, հա դեր Աստված, բայց դու չես սկար որ ինչ որ ես կսկամ որ չես կնարա դինել։ Ինքը խոնարհվեցավ։ Կահին վրա նստող խոնարհվեցավ, ինձ եւ քեզի նմանեցավ։ Գսե այն ալ խաչի մահով մահացավ։ Ոչ մեկ ֆիլմ Հիսուսին ոչ մեկ ցևով չիդակ չէ նկարագրած։ Passion of Christ-ը նույնիսկ եթե դիտերեք որ շատ ձեծ կուտե Հիսուսը ֆիլմի մեջ, Աստվածաշունչին համաձայն քիչ է։ Ինքը մորուքը փետեցին, ինչեր է, ինքը ոսկորները երևցավ։ Եվ ինքը գսե հիմա ինքը գրնա օգնել բոլոր անոնց որ գարիք ունին օգնության։ Ինքն ալ սատանային հարցակում ունեցավ, բայց ինքը ենթարկվեցավ ամեն հարցակումի։ Ինքն ալ ձանրության դակ եղավ։ Լսե ինձ, ինքն ալ, ասի շատ կարևոր է, ասի աստուծմե։ Ինքն ալ իրեններեն մերժվեցավ։ Իրեն ալ իր մոդիկները չի հասկացան։ Ինքն ալ ըսկաց թավաջանություն ինչ ասել է։ Գյանքը տրավը, գյանքը թավաջանեցին իրեն։ Այդալ 30 արզատի համար։ Ուրիշ ինչ կսեք, ինչ է չանցավ։ Եվ գսե, բայց ինքը անցավ և հիմա գրնա օգնել փորձվողներուն։ Ադորամար մեկ բան գուզեմ որ քեզ ասել։ Այսօրվա համար եւ մարգարեական բոլոր կյանքիդ համար։ Դերը ամեն ինչին մեջ ինքը գիտե քեզի օգնել, որովհետեւ ինքը գսկա այն ամենը որ դու գանցես ադորմը։ Ինքը գիտե ադի ինչ ասել է։ Եվ ավելին։ Ամեն։ Ամեն։ Հիմա եկեք կարդանք իրար հետ Եսայա։ Ինչ որ մեկը գվերցնեք որ բամը չէ։
Ես կխնդրեմ մեր քույրի գնվակե։ Եվ ես կհրճակեմ, որ սխալ նոտաներ չի անի ասի։ Այո, շարունակենք։ Տուն Աստծո խոսքին մեջն ես, չէ՞։ Գետրոնացած ես։ Ամեն։ Քիչ առաջ ինչսի, գրնալը չսկաս հիմա բամը։ Բայց քեզի բամը ասեմ, Աստծո խոսքը կաշխատի քո սրտի հետ, կաշխատի քո կյանքի հետ։ Բայց դու միան չես լսեր որ ինձի հիմա քեզի համար, դու ուրիշներուն համար կլսես որ ինձի, չէ՞։ Պիտի երտաս օգնես չէ մեգումը։ Հիմա նայեցեք Եսայա 61:1-4։ Հիմա նայեցեք։ Շատ զորավոր բաներ պիտի խոսենք, թեր ինչեր պիտի լա։ Դիրոջ հոգին իմ վրաս է։ Ասեք բոլորդ, Դիրոջ հոգին իմ վրաս է։ Եվ ասիկա բադահական չէ քրվածոս։ Բադահական չեմ քրած ես Եսայան։ Ասեմ ինչու։ Որովհետև այն ուխտին մասին, որ մենք խոսեցանք, կուզեմ ասի լավ լսես։ Այն ուխտին մասին, որ մենք խոսեցանք, այդ արյունով ուխտը բադրեց վարակույրը։ Դիրոջ ներկայությունը ելավ սրբության սրբոցեն եւ դերը գամեցավ իր հոգիով կապնակվի մեր մեջ։ Եվ ադորամար հիմա մենք կեցեր ենք ոսկսենք որ Դիրոջ հոգին իմ վրաս է։ Դու գիտես որ 5 դագարանի ժողովուրդը երազեց աս արդահայտությունը որ ինքնալն է։ Հիմա բոլորս հոս անշուշտ եթե ընդունենք Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, մգրդվենք Սուրբ Հոգով, համարցակ կսենք Դիրոջ հոգին իմ վրաս է։ Դիրոջ հոգին իմ վրաս է։ Օ։ Այն ուխտը արյունով նայեցեք ամեն գավված է քարոզը իրար հետ։ Այն ուխտը բացավ երկնքի թռները, որ Դիրոջ հոգին կա։ Այն արյան, թափված արյան ուխտի շնորհիվ այսօր մենք հնարավորություն ունենք Դիրոջ հոգու ներկայության։ Եվ շարունակենք։ Դիրոջ հոգին իմ վրաս է։ Վասնզի դերը զիս օձեց ու զիս ղրգեց աղքատներուն ավետիս տալու։ Հիմա գսես հովիվ մենք կխոսենք որ մեր վերականգնվելու մասին, աս խոսնալ գսեք որ դերը մեզի օձեց որ ուրիշներուն ավետարան քարոզենք, լսե։ Դերը զիս օձեց աղքատներուն ավետիս տալու։ Գոդրված սիրտ ունեցողները բժշկելու։ Քերիներուն ազատություն եւ փանդարգյալներուն փանդին փածվիլը հրադարագելու։ Ասեդս Դիրոջ ընդունելի դարին։ Չէ մեկա դա ասեք։ Դիրոջ ընդունելի դարին։ Հա։ Իրար լսենք, չէ։ Այս տարի Դիրոջ ընդունելի դարին է։ Իսկ քալդարիա Դիրոջ ընդունելի դարին է։ Եվ Դիրոջը ընդունելի դարին ու մեր Աստծո վրեժխնդրության օրը հրադարագելու, բոլոր սքավորները մխիթարելու, սկսավ կարևոր դեղը, որ այսօրվա վերնակրիս հետ շատ կապված է։ Իմիջայլոց աս մարգարեություն Հիսուս Քրիստոսին համար էր, չէ՞, գիշեք, ինքն առաջին քարոզեց, սավ Դիրոջ հոգին վրա է, բայց Հիսուս Քրիստոսին վրա մարգարեական էր եւ նաեւ իր հետևորդներուն վրա, որովհետեւ Դիրոջ հոգին նաեւ պիտի բնակվեր մեր մեջ։ Եվ բնակված է մեր մեջ այսօր։ Եվ հիմա մենք ալ կրնանք ասել Դիրոջ հոգին իմ վրա է։ Հիմա սիրելի ժողովուրդ լսեցեք աս խոսքերը։ Սիոնի սքավորները որոշելու ահավասիկ հիմա։ Ու անոնց մոխիրի դեղ փարք։ Փարք ես դեր։ Մոխիրի դեղ փարք։ Մոխիրի դեղ փարք։ Մենք ադա սկսենք մտածել մոխիրը ինչ է։ Հսկա գդորներ են, չէ, ածուխ, գսեք ածուխ։ Գվարեն նույն թշնամին գամքը քեզի համար, կուզե քեզի վարել։ Որ քեզի ինչն է մոխիր։ Թշնամին նպատակն է քեզի վարե, չէ, որ այրիս։ Աս հարցով, ատ հարցով, մույս հարցով։ Հիմա հոստեղը դարբեր սերունդներով հավաքված ենք։ Ամենաբզդիկ սերունդեն, ամենամեծ սերունդը։ Բոլորս թշնամին մեկ էություն ունի, կրված է ինքը գուզե քողնալ, սպանել, գործընծնել։ Ինքը գուզե գործընծնել, ասված գուզե փրկել։ Եվ հիմա եկեք մտածենք,
Մոխիր։ Ածուխը այնքան այրեցավ։ Սկիզբը նայեցան է մեծ գդոր էր։ Լավ, եկեք ածուխին օրինակը չառնենք, հսկա փայտի գդոր ծառի։ Հսկա։ Սանք նայիսն է գսես ով գրնայա շարժել ասոր։ Ոտքովը չի շարժիր, զանր։ Ու գվարն մեկ հատ։ Մեկ օր, երկու օր, երեք օր, չեմ գիտեր, 10 օր վերջ, արդեն վրան գրնաս ելել, մոխիր, կետնի հավասար, ատկան այրեցավ, որ մոխիր դարձավ, ես ինչու ասանք մանրուկներով գխոսիմ գորիմա, որովհետև Աստծո խոսքը նկատի ունի ինչ որ գսեգոր, մոխիրեն փառք, այսինքն քու ամենացած տեղետ ես քեզի կրնամ բարձրացնել ամենաբարձր տեղը, հոստեղեն չէ փառք, հոստեղեն փառք, այսինքն Աստծո զորությունը մոխիրեն քեզի փառքի կրնամ, դեր իմ Աստված, ով հավատաց մեր լուրին, հաջիս ասի է դա էր հարցումը իմ աուս, ով հավատաց մեր լուրին, ով ցեզի է աս հարցում ինձի է, ով հավատաց մեր լուրին, նորեն գսեմ, որ ես չեմ ուզեր, որ կարոզել եւ օրինակները որ գուտամ որ վաու, հալելույա, լսե ինձի, վերցուր խոսքը, Աստված քո հետ կխոսի որ ես չեմ գիտեր քեզի համար մոխիրը ինչ է հիմա, քո կյանքիդ մեջ, լսե, քեզի համար չեմ գիտեր մոխիր ինչ եղած է, շատ ժամանակ այսօր մենք չենք ապրիր գոր, բայց անցյալի աստեցության դակ կապրինք գոր այսօր, At մոխիրը թեր գուզեգոր խոսիլ իմ հետ 3 տարի առաջ Տերեդս է Միշտ ինձ գիշեցնե որ դու մոխիր ես Լավ հիմա չգա ելք Լսե ինձի քանի որ Աստված կա ուրեմն ելք կա Մոխիրեն փառք Մույսը Սուքի դեղ ուրախության յուղ Եվ ես որ ասի գսեմ որ գիտես ինչ կպատկերացնեմ որ գրնաս իղվերս արցունքներով ծարայ ոչինչ ես շատ կսիրեմ լալ էջ լսե եւ որ աս խոսքը լսեցի սուքի փոխարեն ուրախության յուղ եւ որ աս արդայությունը լսեմ գիտես ինչ միտքս կուկա ոչ թե յուղ բաց երկերը տաջիս ոչ թե յուղ այլ յուղ որ գոհսի բոլոր ամբողջովին մերսի շատ ուրախության յուղ գծի բարը գիտեք գծի դալ չի սիրեր շատ գծի Գծուց գծիպ ժլատ Լավ ասված գծի ժլատ ասված չէ Որ դա գուդա Եթե ուրախության յուղ ուրեմն յուղ Տապվի վրա ատկան տապվի որ սենասի նորմալ չէ ինչու աշա ուրախ է Դա սադալ հարց ունի կյանքին մեջ բայց ուրախ է Որովհետև իմ ուրախությունը դիրոջ մե Ես չեմ հասկնար որ ուզեմ նայել գապաներ որ ուրախ չլամ ուրախություն մգա յուղ մգա լսե ինձի սուքի մի մորնար բայց ինչի փոխարեն ինչ սուքի փոխարեն հիմա քիչ մեկ մտածենք սուքին մասին անանք չանցնենք սուք Ինչպես կպասադրես սուկը օրինակ, հովիվ գարձիկ դուր, սուկ ասան, մութ է ամեն ինչ, անորոշ, հույս չի գա, մշուշ, ասի շատ, մշուշ, որ կեզի գմատնե անորոշության չէ, որ իր հետ վստահ դխրությունա գպեր է չէ, սուկ, եթե բիդի դեսկով պանանենք, սուկ է, սուկ, Ադոր փոխարեն ուրախության յուղ
Աստծո վերագանքնող զորությունը։ Հոստեղեն հոս։ Բայց աս երրորդը շատ աստեց վրաս։ Նայեցեք, դարբեր թարգմանություններ գրած են դարբեր բաներ, որ համեմատենք նե ճիշտ է։ Գոդրած հոգի հոստեղի ինչ գրված է։ Ահա, սուքի հոստ նայեցեք, հանգնված սրդի դեղ գրված է, հայրեն թարգմանությունը այնքան էլ հստակ չէ, իսկ բնակրի մեջ բուն ձանրության, լսե ինձ լավ, ձանրության հոգի, հուսահատության հոգիի դեղ, գսե ծնծության բատմուջան։ Բայց ես գուզեմ որ խորուն գանալ ասոր մեջ։ Ձանրության հոգի, ասե հոգի, ոգի, չէ, չար ոգու մասին է խոսքը։ Այդ հոգու փոխարեն ես ցեզի ասեմ, աս հոգին շատ ակտիվ է, շատ։ Հիմնական ոգիներեն մեկն է, որ մարդոց կյանքերում մեջ ակտիվ է։ Ձանրության ոգի, որ իր հետ գբերե հուսահատություն, որ գձանրացնե կյանքը։ Գսե այդ հոգին դեղ շատ գսիրեմ, գսե ծնծության բատմուջան։ Հակուստ, չէ՞։ Ինչու կհամեմատե այդ հոգին դեղ հակուստը, չէ՞, ծնծության։ Այսինքն ոչ թե տուն պիտի ծնծաս աս փոխանակումի համաձայն դիրոջ տված ոչ թե դու պիտի ծնծաս այսօր եւ վաղը հայտնի բիչի լա գսե բատմուջան պիտի թաքցնեմ քեզի ծնծության ադի միշտ հետդ հակած մնա հակած լսեցեք ես կհասկանամ որ ասի գրնա այսօր չլա ինչ որ գսեմ որ գրնալալ ընթացքի մասին է ես կովս գրերեմ գա երկու բան աստծո զորությունը գրնա դրսևորվի եւ ագնթարտային փոփոխություն բերե ինչ որ նյութերու մեջ նաեւ աստծո զորությունը շատ ժամանակ process-ի մեջ, ընթացքի մեջ կգործե։ Այսօր, վաղը, մույսօր, բայց տուն, երբ որ յետև նայես չէ կտեսնես աստծո զորությունը բան փոխեր է։ Գրնալալ հիմա աս խոսքերս շատ ծանր կանքու վրա, տունատ մարդն ես որ ծանրության հոգին վրա դե։ Լսեցեք ասի գապ չունի որ տուն հավատացյալ ես եւ այլն ես կաղոթեմ որ Աստված մեր աչքերը փանա եւ մենք տեսնենք Տշտամին ամենալուրջ մարդավարությունը, որ ինքը գուզե հաճողիլ, ադիա իր ձածուկ գործերն են։ Որովհետև այդ ժամանակ, որ ինքը հայտնվեցավ, արդեն հայտնի է յետևեն գինաս, ադոր հարցը լուծելու։ Տերևս տուն այդ մեկն ես, որ ձանրության հոգի։ Լսե ինձի։ Շատ բաժարներ ունիս ուրախանալու։ Դխուր ես։ Ես վստահ եմ Աստված գխոսի որ ինչ որ մեկուն ընկերներուդ հետ ես եւ որ երթակ կակ դուն երթաս մինակ ծանր է վրատ գրնալալ բաժարներ կա որ ադանգե կարևոր չէ բաժարներ կա ուրեմն at հոգին կարևորը հոգին է հոս որ եկեր է ինչ որ բաժարով հիմա Իսկ տուն հիմա ինձի կհավատաս, որ Աստված գսե որ ես քեզի այդ զանրության փոխարեն բատմուջան մը բիդամ որ ինքը ծնծության բատմուջան է։ Հիմա հագարակ բամը միդլա հետդ։ Սազես հագարակ։ Տուն ընկերներուդ հետ էիր, օրդ երբ որ ասմարտոս հետ կանցնես շատ ուրախ ես, դուն գերտաս զանրության դագես։ Ամեն ինչ կարծես իրական չէր։ At վարգան որ իրար հետ էիք ընկերներով գարձեցիր որ ամեն բան լավ է դուն կացիր ամեն բան նույնն է ասի հոս էթեր հագարակ բամը բիդնե Աստված գսե ես քեզ at հոգին փոխարեն ծնծության բատմուջան գուդամ հիմա նայր ինչ բիդլա դու շատ բաժար ունիս որ ծանրությունը քու վրատ նստի բայց դու ծնծության մեջ ես 1 2 3 4 5 10 problem գա որ ադոնք բաժար են որ տուն նստիս ասանք դունը ծանր
բայց դու ցնծության մեջ ես։ Սենյագետ, ապո ասինայր, ասի աչքերուս արժև եկավ։ Սենյագետ ցնծության աղակ բարձրանագոր, բայց դու 10 խնդրեմ ունիս, որ լաս ադոր համար։ Ամբողջ դժոխքը իրար խառնվեր է հիմա։ Մարդուն գլխուն 10 բան բերեր են, ասի ինչպես ուրախ է։ Որովհետև Տերը հանեց այդ հոգին եւ դվավ ինձ հակուստը, որ ինքը ցնծության հակուստ է։ Սիրելիներ, ես կուզեմ հասկանաք, որ Աստված եւ մեր դրամապանությունը ադեններ նույնը չէ։ Դրամապանությունը մարդկային գսե հարց ունիս պիտլաս։ Աստված գսե սուկ ունիս, ես քեզի ուրախության յուղ բիդդեմ։ Բաջար ունիս, որ սուկ պահես։ Բայց ես քեզի մարգարեական բան ասեմ, բաջարալ ունիս, որ ուրախանաս, քանի որ Աստված որոշեց ադիգա։ Գրնաս at նորմալ է դուրս մարդը լավ ցևով գսեմ որ, օքեյ։ Որ ինչպես հոս ինձի շրջապատերն իմ ասոնք նայր։ Գրնաս այնպիսի մարդը լալ, անշուշտ է քու զորությունով չէ, Աստծո խոսքը գսե։ Ասկան շրջապատեն քեզի քու սենյագետ ցնծության աղաղակ բարձրանա։ Սենյագեն ցայներ բարձրանա։ Մեծ է մեր Տերը, նա զորավոր է, ամենից բարձր է եւ փառավոր է, դու բժշկում ես, դեր դու հզոր ես մեր Տեր, Աստված, ամբողջ դժոխքը գեցեր է։ Ասմարտը ինչպես գսե որ մեծ է Աստված, երբ որ իր քովը շատ բաներ գա։ Որովհետև Եսայա 61-ը գսե ես քեզի ցնծության պատմուջան բիդամ, որ հագարակ անոր որթուն շատ բաջար ունիս որ լաս, պիտի ցնծաս։ Լսեցեք, ասի դերը գրնա անել միայն։ Գխնդրեմ քու դրամապանությունով մի ընկալեր հավատքով վերցուր դիրոջ խոսքն է ասիգա։ Ամեն։ Զորավոր փոփոխություն Հիսուսի անունով։ Բայց շարունակությունն ալ գա։ Ժողովուրդ, շատ ուրախ եմ դիրոջ խոսքը, շատ լավ է, շատ։ Փարքեզ դեր ամեն ինչի համար որ դու գնաս կոր այսօր եւ հիմա։ Բայց ես հավատացած եմ, որ ծեր միջոցով ալ ասխոսքը պիտի երթա ուրիշներուն կյանքի մեջ։ Առաջին վարգանեն սրդիս մեջ կար ցեզի համար եւ ծեր միջոցով։ Բիդի գոդրված մարդիկը վերականգնվեն։ Ով լսեց բարելուրը, բիդի գոդրված մարդիկը վերականգնվեն։ Թող դիրոջ խիզախության հոգին կակու վրա, որ համարցակ բերանդ բանաս ուրիշներուն ալ պատմես այն բարելուրը, որ դու ունիս։ Ամենաբզդիգեն մինչև ամենամեծը հոստեղը։ Բոլորս բարելուր ունենք։ Շարունակեմ, չէ։ Հիմա խոսքը նայեցեք ինչ կսե։ Եվ զանոնք պիտի անվանեն արդարության փեվեկնիներ, որոնք դերը դնգեր է իր փառքին համար։ Ասե դերը դնգեր է իր փառքին համար։ Քեզի բան ասեմ, այս ամեն խոստումները եւ թուն դիրոջ փառքի արդյունքն է։ Եվ նայրոս, հիմա սկսավ, լուրջ բանը սկսավ հիմա։ Հին ավերակները պիտի շինեն։ Ով դու։ Աստված լսող ականջին խոսք ունի։ Հին ավերակները պիտի շինեն։ Ինձ մե առաջվանները փլցուցին, բայց ես պիտի լամ սերունդի մեջ այն մեկը, որ ես պիտի վերականգնեմ ադիգա։ Որովհետև Դիրոջ հոգին իմ վրաս է։ Հին ավիրակները պիտի շինեն։ Ժողովուրդ նայեցեք, ասի մեկ նախատեսություն է, բայց Աստծո հոգին գրնա քեզի խոսի հիմա, այն ավերված բանը ինչ է քու կյանքիդ մեջ, որ դու պիտի շինես ադիգա։ Ընտանիքիդ մեջ, ընկերներուդ մեջ, ծառայության մեջ, կյանքիդ մեջ, անցյալ ներկա շարունակեմ։ Առաջվան գործանվածները պիտի գանգնեցնեն։ Հոս ինչ կրվեր է։
Եվ նրանց պիտի շինեն այն ավերակները, որ իրենց վաղուց կան, ահա, առաջի պլադակները պիտի գանգնեցնեն։ Նույնն է։ Ուղղակի թարգմանության տարբերություններ են, բայց նույն իմաստ են։ Մեկը դալ առաջվան գործանվածները պիտի գանգնեցնեն։ Ինչու դու գարդես բադական է, որ օսկրվեր է գործանված։ Չէ, չսեր գոր նոր բաներ պիտի գանգնեցնեն հոս։ Թեգուզ պիտի գանգնեցնես նոր բաներ ալ։ Բայց հատուկ կսեք որ գործանված բաներ պիտի վերագանգնվի։ Գործանված բաներ պիտի գանգնեցնեն իրենք։ Ինչու այս ամենը գեհդեվի գոր ատ խոստումին որ գսե դիրոջ հոգին իմ վրաս է։ Ատքի առաջ, լսե, ատքի առաջ, նախքան դիրոջ հոգին իմ վրաս լա, աս խոսքերը հիշեցի։ Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով։ Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով։ Այդ ուխտին մեջ մտնողներուն շարունակությունը դիրոջ հոգին իմ վրաս է։ Եվ բադահական չէ որ դիրոջ հոգին իմ վրաս է կրված է եւ հետո այս ամենը։ Եթե դիրոջ հոգին քո մեջ դե, ուրեմն աս խոսքերը լսե։ Նայր։ Առաջվան գործանվածները պիտի կանգնեցնեն, նորեն նույնը գարտացի։ Հադուկ նշված գործանված բարը գսե պիտի ինչնեն կանգնեցնեն։ Ավերված քաղաքները ու շատ թարերը իվեր ավերակ մնացածները պիտի նորոգեն։ Շատ բաներ կա կյանքի մեջ, Աստված կուզե հանել այդ ամենը։ Բայց շատ բաներ ալ գա, որ Աստուծմե է, բարձավես սատանան օգտագործել է դարիներ։ Աստված կուզե ազատել քեզի սատանային եւ նորոգե այդ, որ քեզի դվեր էր ինքը։ Եվ հիմա ասանք արդահայտությունը լավ։ Տուն չի որոշեցիր քու սերունդդ, ասի շատ զորավոր խոսք է։ Տուն չի որոշեցիր քու սերունդդ ինչ եկավ քեզի։ Շատ բաներ մենք ժառանգեցինք, չէ՞ մեր անցյալի սերունդեն։ Համաձայն Աստծո խոսքին։ Մենք ծնանք այդ սերունդի մեջ եւ ժառանգեցինք բաներ, որ մեր որոշումին հիման վրա չէր։ Բայց քեզի բարելուր ունեմ։ Իսկ քեզ մե հաջորդող սերունդը ինչ պիտի ժառանգե քու որոշումիդ տակն է։ Գուզեմ որ շարժի քու մեջդ։ Դարիքդ կանի է կարևոր չէ։ Մեկադաբիցեմ ինչ որ ժառանգեցիր քու ոչ որոշումով Աստված ադոր հարցերը լուծեց, չէ, բայց ինչ պիտի ժառանգե քու սերունդը, ադի քու որոշումին մեջն է։ Ուրեմն աս խոսքերը ես կուզեմ մարգարեական վերցնես։ Հին ավիրակները պիտի շինեն, առաջվան գործանվածները պիտի կանգնեցնեն, մարդ կա իրենները գրնալ ծնողներ, չէ, եկեք ասենք օրինակ տանք լսեցիք մեր ծնողները մեր տշնամիները չեն, բայց բաներ կա, չէ, ծնողներում այդ սխալ, որ ադիգա բեք չէ լա։ Տշնամին գործածե որ քու ծնողը որպես բատկեր, որ թունան նույնը պիտի լաս կդեսնես կոր։ Լսե ինձի թուն սերունդի մեջ այն մեկն ես, որ սերունդին մեջ փոփոխություն բերող հենց թուն ես։ Եթե այսօր դիրոջ հոգին քու վրա դե լսե ինձի, ուրեմն քու վրա պատասխանատվություն կա, սերունդին մեջ բամը պիտի փոխես։ Երիտասարդներն ու ականջները բաց են, չէ՞ լավ։ Ասեք հետս, դիրոջ հոգին իմ վրաս է։ Գսկակ օծություն և զորություն կա ասարդայդության մեջ։ Դիրոջ հոգին իմ վրաս է։ Գրնամ վերջացնել, բայց մեկ դեղ գարտալով, Ղուգաս 22:42, վերջին աստվածաշնչյան համարը գարտամ։ Շատ լուրջ տեղ է հիմա ոստ, նայեցեք հիմա ինչ պիտի լա։ Այսօրվա խոսքին վերնակիրը ինչ է։ Աստուծո վերագանքնող և հաստատող զորությունը։ Մեկ այդ բանալիմը գա, որ դիրոջ զորությունը հասանելի կդարձնե քեզի, գիտես ինչն է։
Հիսուս Գեթսեմանի բարձի մեջն է հիմա։ Լսե ինձ շատ լավաս խոսքերով։ Հոգիս մեռնելու չափ տրտմած է։ Ասե հետս մեռնելու չափ։ Հիսուս Քրիստոսն է ասողը։ Օ, Հիսուսը հասավոն։ Լսե, մերելները հարություն դվողը։ Գաղերուն կալեցնողը։ Քերիներուն ազատ արձակողը։ Ով գրծավ թիմանալ, որ մեկ չար հոգին, որ մեկ պրոբլեմը գրծավ թիմանալ, Ղազարոսը դուրս ելավ, Հիսուս Քրիստոսը, և հիմա աս խոսքերը իր մե, իմ հոգին, իմ անձը մերնելու չապ տրտմած է, ինչ վիճակի մեջ ես Հիսուս, լսե ինձի, ես ասվաշունչը Պանով գգարտամ, հիմա կմտածեմ, որ աշակերտները ինչ կմտածեն, որ մերելներուն հարություն դվիր, տուն ինչ խոյես, որ կեզ яման անգարել բան չի դա։ Հոգիս անցս մերնելու չապ դրտմած է։ Քանի որ հոգիս դրտմած է, Հիսուսը, աս աղոտ կհրավ։ Հայր, Գեթսեմանի բարձի մեջ։ Գիտեք Գեթսեմանի ինչ սել է, գիտեք որ ինչ բարդեզ էր ինքը ծիթենիի բարդեզ, իսկ Գեթսեմանի ինչ սել է, այնտեղ ուր որ ցետը գջզմվի, որ իր մեջ դուրս կա յուղը, և այդ բարդեզին փարին համացայն մարգարեական վիճակի մեջ էր Հիսուսը, հիմա Հիսուսն էր այդ ցետը, որ գջզմվեր գոր բարդեզի մեջ, և աս խոսքերը, Հայր, դեր իմ Աստված, պարկ ես, Հայր, եթե գամենում ես, այս բաժակը հեռացուր ինձնից, Հիսուսն է աղոտողը, ամեն հարցերուն արջև գեցող, հարցերուն հաղթող, լսե ինձի, դաջարը դակն ու վրա արավ, մեկը պամը չի գրծավոնել, մերելին հարություն նվով, հիմա Հիսուսը, Հայր, հերացուր ինձ մե, ասի չեմ թիմանար ես ասուր, լսե, Հայր, եթե գամենում ես, այս բաժակը հերացուր ինձնից, Պանալի խոսքը, սագայն, ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի, դեր իմ Աստված, սագայն ոչ թե իմ, չէ, հոստ պամը գա, պետք է գենանք, լուր չէ ասի, վիճակը այնքան վատ էր, որ Հիսուսը, սավ դրտմած եմ ես շատ, իմ անցս մերնելու չապ դրտմած է, ադոր համար ես գաղոտեմ Հայր, հերացուր ինձ մե աս բաժակը, աս հագարակ աս վիճակին, աս աղոտ կա աղոտեց, ոչ թե իմ գամքը, այլ քո գամքը թող լինի, ես քեզ իսեմ ինչ եղավ, և նրան երկնքից հրեշտակ երևցավ ու զորացնում էր նրան, ինչ էր անում, զորացնում էր նրան, մինչև այդ չեր կրված, որ հրեշտակ եկավ զորացուց իրեն, երբ որ գամքըտ, լսե ինձի, երբ որ գամքըտ կխոնարեցնես դիրոջ կամքի արջև, երկնքեն զորություն գուկակու վրատ, մեկադալ բիցեմ, և որ տուն ընթացքի ու մեջ ես, ձանր, Հիսուսին վիճակին համացայն, ձանր, հարցագումները շատ են, մույսը, չեմ գիտեր, բայց տուն գիտես ինչ է Աստծո կամքը, կու կամքըտ, դուրս կասաս ամեն ինչ են, բայց սիրտ մը ունիս, որ դիրոջ կամքը գծնե իր կամքեն առաջ, լսե ինձի, դիրոջ զորությունը գուկակու վրա տատ ընթացքի մեջ, զորություն մը, որ քեզի գուդա զորությունը, որ տուն շարնագես դիրոջ կամքի մեջ, և կրված է
Հիսուսը վերջացուց աղոթքը եւ աշակերտներուն ասավ քալեցեք երթանք։ Արդեն պատրաստ եմ։ Ես քեզի չափ գործնվիմ որ հասկանաս որ ասի շլուրջ է։ Երբ որ քու գամքդ քոնարեցնես իր գամքի արչև, ասի փանալի է քեզի։ Դիրոց զորությունը գուկակու վրա։ Դժվար է, այո։ Վիճակը դժվար է, այո։ Դրտմած ես շատ մահանալու չափ, այո։ Հագարակ որ մահանալու չափ դրտմած եմ, այնպիսի զորություն եկավ իմ վրաս, որ հիմա ոտքի ելա եւ պատրաստ եմ երթալու Աստծո կամքին մեջը։ Ինչ եղավ քեզի, հիմա դեռ բիթանցնվեիր։ Հիմա դիրոց զորությունը եկավ իմ վրաս, պիտի չի անցնվեմ։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Գրնապարապանության խումբը կա, որ խնդրեմ մեկ երկ վերցնենք եւ աղոթում անենք, օ փառք քեզ դեր։ Փառք քեզ դեր։ Լսեցեք, աս վերջին ասածից իմ ամրապամը ասեմ ցեզի։ Շատ զանոթ բան է, չէ՞, ասի։ Իմ կյանքից մեջ հիմա մեկ բան հիշեցի, ադիգս եմ որ։ Եղած է, որ ես բանի մեջ եղած եմ, որ շատ ծանր է։ Բաժարապանություններ շատ ունիմ, որ չնեմ ադի։ Չանցնիմ այդ ճանապարհը ուրիշ տողանցնի։ Ունիմ բաժարներ, որ փախի մատք է, գարձես թե։ Բայց խորունգ իմ սրտի մեջ գիտեմ որ ադի Աստծո կամքն է, որ ես անցնեմ։ Հարցուր ինձի շատ օրեր ունեցել եմ, որ սենյակս լացել եմ ադոր բաժարով։ Լացել եմ ձանրության բաժարով։ Քանի որ Ձանար էր ադամեն։ Հարցուր ինձի, սկացումներս լավ չէին։ Աս ամենը։ Խորունգ սրտիս մեջ, գիտեի, որ Աստծո կամքն է այդ ճանապարհը։ Լսե ինձի չար բան չէ, սխալ չի հասկանաք, Աստված չար ճանապարհով մարդուն չար աշնորհել։ Ինչ որ ճամփան մներ, որ ես հիմա Երանի գսեմ փառք քեզ դեր որ անցել եմ այդ ճամփան։ Բայց հիմա ասեմ ինչ։ Անցա այդ ճամփան աս խոսքին իմ ամրա։ Շատ բաժարներ գրնաս ունենալ շատ ժամանակ, որ արտարացնես Աստծո արչև։ Բայց գլա ասանք չլանանք գլա սրդիտ մեջ, բայց խորունգ տեղը, եթե Աստծո բացես, գիտես որ ադի Աստծո է։ Իմ հետս անան եղավ, գիտեի որ Աստծո է։ Հիմա Սերժ արցունք մը գտապես, ինչ գսկաս, չեմ գիտեր, Սերժ, բայց գիտես որ թուն, եւ որ հայլին արչև գենաս, անգերց վիդելասն է քո հետ Սերժ, ադի Աստծո է կամ ոչ, այո։ Ուրեմն ես դեր քոնարեցնեմ իմ գամքս, թող քո գամքը դլա։ Եվ զորությունը դիրոջ գարցակվի քո վրա։ Ասի թող մարգարեականը լա, ասի գխոսի գոր քեզ ես գիտեմ։ Հիմա գրնանք ոտքի ելել եւ երկրբակել եւ աղոթ մնել, եթե կարելի է։ Մեկ հատ երկ մերկենք, երկրբակական։ Բոլորս կենտրոնանանք դիրոջ վրա եւ ես գաղոթեմ եւ գահավատամ որ դիրոջ հոգին այստեղ է որ շարժի այստեղ այս խոսքին իմ վրա վերականգնում եւ հաստատություն Հիսուս Քրիստոսի անունով Շատ շիդակ երկ Բոլորս սրդանց, բոլորս Հիսուսը այստեղ է իր Սուրբ Հոգիով վերականգնելու եւ հաստատելու քեզ անցյալեն եւ ներկայեն, փառք քեզ
Հակառակ ամեն ինչին փառք պիտի դամ Աստծո ես բոլորս նրան է ողջ բարգը բոլորս նրան է ողջ հակառակ ամեն իրավիճակներուն ես պիտի բարգ տամ քեզի Տեր այսօր այն օրն է որ երկնքի եւ երկրի առջեւ բարգ տաս Աստծո հակառակ ամեն ինչին եւս մեկ անգամ բոլորս իրար հետ Սիրելի Հիսուս Փառք ես Տեր Ես կաղոթեմ Հիսուս Քրիստոսի անունով Փած սիրտդ ընդունիր այս աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով այն օծությունը դիրոջմե որ այստեղ է Ես կաղոթեմ եւ կհրճագեմ այս դիրոջ օծությունով թողլա քանթված ամեն լուծ ձեր կյանքերեն Հիսուսի անունով Բոլոր մեզի թիդողներում մեջ թող այս օծությունը արձակվի ձեր կյանքի մեջ եւ ամեն լուծ թողլա քանթված Հիսուսի անունով Ամեն սատանայի ծրագիր, որ ցեզի ուզեր է մոխիր դարձնել, այս օծության ներկայության մեջ թող դիրոջ փառքը վերականգնման ձեր կյանքերում մեջ։ Հիմա, այսօր, վաղը չէ այսօր։ Ամեն սատանայի ծրագիր, որ ցեզի սուքի մեջ մատներ է եւ ցեզի սուքի մեջ բահեր է, թող դիրոջ ուրախության յուղը կա ձեր վրա։ Հիմա Հիսուսի անունով Հավատքով ընդունիր Եթե մեջդ անհավատություն կա հրաժարվիր այդ անհավատությունն Սե այսօր այն օրն է որ ես պիտի հավատամ այս խոսքերուն Ես պիտի ընդունիմ ուրախության յուղը Ես պիտի ընդունիմ այն օծությունը որ ունի զորություն լուծեր քանթելու Այսօր ես պիտի ընդունիմ Տիրոջ փառքը որ բարձրանամ մոխիրեն թեպի փառք Լսե ինձ Շատ մարդիկ որ իրենք մոխիրի վերապերմունք ունենան որ քո հետ այսօր Աստված իր փառքով կբարձրացնե քեզի Բայց ես կուզեմ քո մեջդ բարձրանա նախանցախնդրությունը որ պիտի չի համակերպվիմ անհավատությանը հապա հավատքով պիտի ասեմ այո եւ ամեն Եվ ես կհրճագեմ որ ծանրության հուսահատության հոգու Փոխարեն ցնծության պատմուջանը կակուվրատ Հիսուս Քրիստոսի անունով ամեն ծանրության ոգի թող հիմա ազատ արձակե այստեղ ամեն եղբայրներս եւ քույրերս եւ բոլոր մեզի դիտողները ամեն ծանրության ոգի հուսահատության ոգի մշուշ արձակող ոգի անորոշության ոգի Հիսուսի անունով ազատ արձակե իմ եղբայրներս եւ քույրերս եւ թող Դիրոջ պատմություն, ցնծության պատմուջանը քայև հանգչի ամեն մեկում վրա Այսօր վնե որբեսի այս պատմուջանը հակած հագարակ իրավիճակներուն
Դու սկսես սերքերդ բարձրացնել եւ ասել Փառք քեզ Տեր Հագարակ ամեն ջնշումներուն սերքերդ բարձրացնես Փառք քեզ Տեր Հագարակ ամեն ինչին որ չես հասկնար գոր անորոշ է բարձրացնես սերքերդ ասես Փառք քեզ Տեր Հագարականոր, որ երկար ժամանակ է հավատացել ես, կսպասես կոր պողվի, բայց չի պողվիր գոր ծերկերդ բարձացնես ասես, Փառք քեզ Տեր, որովհետև հավատարիմ է ան, որ խոստացավ և կարող է անել, հալելույա։ Թող ասիկա մարգարեական լա, կյանքիդ մեջ, որ հագարակ ամեն ինչին, բարձացուր ծերկերդ, բոլորդ, մարգարեական նշան թող լա ասի, Հագարակ ամեն ինչին Բարձացնես սերքերդ և ասես Հագարակ ամեն ինչին Փառք քեզ Տեր Հալելույա Ամեն Աստծո ներկայության մեջ կորզնական քայլ մը գարնենք իրար հետ Հավատքի հրճագում եկուրնենք իրար հետ Ասե հետս Հիսուսի տապած արյան շնորհիվ Այսօր Անեցքի փոխարեն ես կընդունիմ օրհնություն Հիվանդության փոխարեն բժշկություն Հավատքովս է Անեցքի փոխարեն օրհնություն Անեցքի փոխարեն օրհնություն Մինչև հավատքդ բարձրանա Անեցքի փոխարեն օրհնություն Հիվանդության փոխարեն բժշկություն Ամոթի դեղ փառք Մեր ժվազության փոխարեն ընդունելություն Մեղքի փոխարեն սրբություն և ազատություն Աղքատության փոխարեն հարստություն Հիսուսի անունով ես կհրճագեմ ձեր կյանքի վրա դիրոջ օրհնությունը ձեր ֆինանսական բնակավարի մեջ ալ Այսօրվան է կհրճագեմ եկեղեցին մեջ և ձեր կյանքերու մեջ ֆինանսական դարբեր մագարտակի ջեղքումներ համաձայն Աստծո խոսքին Աբրահամի օրհնության Հիսուսի անունով Մահվան փոխարեն կյանք Ասե մահվան փոխարեն Ընդունեցի կյանք Ինչպես չի սիրենք քեզի մեր Տեր Տուն շատ բարի ես Տուն շատ բարի ես Վերջին խոսքերը գսես Հիները անցան Ամեն բան նոր եղավ Երբ վաղը Հիմա Հիսուսի անունով Ամեն Ամեն Եվ Դիրոջ խոսքը այսպես կսե Դիրոջ ուսացողները երբեք ամոթով չեն մնար Ամեն Ամեն Շատ շնորհակալ եմ Եկ բարձր ծափարենք մեր Տիրոջը, նարժանի է, Տեր դու արժանի ես, ոչ փառքերը, ծափարությունները, գոհությունը միայն քեզ։ Իսկ զուր չէր, որ մենք սպասում էինք քեզ այսքան երկար։ Օй Սերժ ջան, Աստված օրհնի, մենք օրհնված ենք։ Դու յուրատուկ, ուզում եմ քո համար աղոթեմ։ Դու յուրատուկ անոթ ես։ Յուրատուկ անոթ ես, յուրատուկ անձնավորություն ես։
Եկնային Աստված, մենք քեզ շնորհակալ ենք այս թանկ անոթի համար։ Մենք շնորհակալ ենք։ Դե շնորհակալ ենք, որ դու նրան գործածում ես եւ դեռ ավելին կա։ Տերը գործածելու է քեզ, դու մեկն ես, ով որ թշնամու երախից մարկանց փոկելու ես։ Դու մեկն ես, ով որ հալածելու ես դժոխքը։ Դու հալածելու ես դժոխքը քո քարոզներով։ Գիտես, սատանան ատում է քո ծածուկ սենյակը։ Ինքը ատում է այն, ինչը որ դու անում ես քո ծածուկ սենյակում։ Ինքը ատում է դա, որովհետև դու այնտեղ խորություններ ես անում։ Ես յուրատուկ պաշտպանություն եմ խոսում քո կյանքի մեջ Հիսուսի անունով։ Տեր իմ Աստված, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ իմ եղբոր համար, շնորհակալ եմ նրա անցած ճանապարհի համար եւ այն ճանապարհի համար, որը դեռ անցնելու է։ Տեր շնորհակալ եմ։ Փառավորվիր ավելին եւ ավելին օգտագործիր, գործածիր ազգերի մեջ, ազգերի ծառայող։ Շնորհակալ ենք Տեր։ Փառք ես Հավիտյանս Հավիտենից։ Ամեն։ Փառք Հիսուսին, փառք ամենակարող մեր Տիրոջը։ Հիսուս արժանի է իրականում եւ նա բարի է, նա քաղցր է։ Հովիվ Սերժը շատ կարևոր բաներ խոսած, շատ կարևոր, հիմքային, դա ուխտն է, դա այն է, որ ինչպես որ ասեց, գիտես, 5 տակարանյան ցանկացած մարգարե երազել է լինի նրա մեջ, ինչի մեջ կաց դու հիմա։ Ցանկացած մարդ եւ միտեղ կարդամ ու կաղոթենք ու եզրափակենք այսօրվա ծառայությունը Կողոսացին այն համակի մեջ գրված է որ այն խորուրդը այն գաղտնիքը որ ծածկված էր դարեր գիտես քանի դար 4000 տարի ծածկված էր եւ սերունդներ շարունակ իսկ հիմա հայտնվեց իր սուրբերի Կան այստեղ սուրբեր, հա? Կան այստեղ սուրբեր, մենք Տիրոջ սուրբերն ենք։ Տիրոջ համար առանձնացված ժողովուրդ հայտնվեց։ Գիտես որն է դա։ Այդ ծածուկը Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ինչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ։ Գիտես որն է սա։ Որ է Քրիստոսը ձեր մեջ, այն փառքի հույսը Քրիստոսը ձեր մեջ, սա ամենակարևոր, ամենամեծ, փառավոր ճոխությունն է, այն հույսն է, որը ծածկված էր դարեր շարունակ, իսկ հիմա հայտնվել է մեզ, նոր կտականանյան Աստծո ժողովրդին, այն որ Աստված քո մեջ է, Սուրբ Հոգի քո մեջ է։ Եվ ինչպես որ ասեց Հովիվ Սերժը, այո, մենք պիտի, գիտես, վերականգնվելով վերականգնենք մարդկանց։ Տերը փրկել է ուղարկել է մեզ փրկելու, բարի լուրը տարածելու, Տիրոջ ընդունելու տարին հռչակելու։ Գիտես որն է Տիրոջ ընդունելի տարին։ Գիտես ինչքան է տևում այն, արդեն 2000 տարի է դա։ Տիրոջ ընդունելու տարին է։ Փառք ես Տեր։ Շնորհակալ ենք քեզ Տեր։ Ողջ փառքերը քեզ, քո հոգու համար, քո Սուրբ Հոգու համար, որը մեր մեջ է բնակվում հիմա։ Տեր, շնորհակալ ենք։ Օրհնիր յուրաքանչյուրիս եւ այս խոսքերը, կյանքի խոսքերը, թող մեր մեջ պտուղ բերի քո անվան փառքի համար։ Շնորհակալություն քեզ Տեր։ Ամեն։ Ամեն։ Հիսուս արժանի է փառքերի։ Չեմ ուզում բաժանվենք։ Չեմ ուզում այս ծառայությունը այսօր ավարտի, որովհետեւ շատ թանկ ներկայություն կա։ Դու զգում ես դա, հա։ Արի պահենք սա շատ թանկ է, Տիրոջ ներկայությունը, որը որ մեր վրա է հիմա, շատ թանկ է։ Իսկ թող Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Թող Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմա քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ։ Ամեն, 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 ամեն։ Փառք Հիսուսին, փառք Հիսուսին։
Հիշեցնում եմ, շաբաթ օրը կունենանք հանդիպում Հովիվ Խաչիկի հետ լինելու այստեղ բժշկության ծառայություն, հրաշքների մարգարեական ծառայություն, իսկ Կիրակի օրը նա նորից կծառայի խոսքով։ Եվս մեկ երկ կվերցնենք, պատվենք մեր Աստծուն եւ գնաց Տիրոջ խաղությամբ, Տերը քեզ շատ օրհնի։